Դրա համար դուք ձեր շրջապատեք ինչքան կարող եք խոնար ու հեզ մարդկանցով։ Տեսեք, որ աղջիկն է, որ հեզ է ու խոնար, կամ որ տղան է, որ ձեր դասարանցական ընկերեք հետ է հեզ է ու խոնար։ Դուք դա հավանաբար կգտնեք ձեր եկեղեցում։ Ամեն մարդ, որ եկեղեցի է գալիս, հեզ ու խոնար չի։ Ամեն մարդ, որ եկեղեցի է գալիս, Աստուծո երկյուղը չունի։ Բայց դուք պետք է ընտրեք, եւ ես կհավատացնեմ ձեզ երեխաներ, եթե դուք աղոթեք Տեր Հիսուս, ում հետ ես ուզում, որ ես իմ ժամանակը անցնեմ, Տեր Հիսուս օգնիր, ինքը այդ ժամանակը, այդ մարդկանց կբերի ձեր առջև, ձեզ կշրջապատի իրարով, ճիշտ եմ ասում, եւ Աստուծո խոսքն են ձեզ կհասցնի, կամ հերոներից կբերի, կամ մոտիկից կբերի, կամ են տեսնում ես մեկ էլ քո ընկերը սկսում է փոխվել։ Եվ դուք էլ այդ ժամանակ ձեր ընկերը, եթե տեսնում ես, որ վատ բան է անում, դուք էլ կարող եք հեզորեն իրեն ասել, լսի, ասենք թե Անուշիկ ջան, ինչի է սենց բան անում։ Ախր չէ որ դու Կիրակի օրը եկեղեցի եկել, ախր չէ որ դու պատարագի եկար, ախր չէ որ դու քրիստոնյա ես, մկրտված ես, քեզ չի սազեր ասանք բանընել։ Եկուր ավելի լավ բանընենք։ Երբ որ մենք իրենց ասենք այդպես, բայց առանձին ասեք իրար, բոլորի ներկայությամբ մի ասեք։ Մեկը տեսար, որ ասեց, վայ Մոնիկա ջան, ինչ լավ է, հեյք է, որովհետև երբեմն մարդիկ անդունդի եզրին են, պիտի սայթակեն ու մեղք պիտի գործեն, բայց հերիք է, որ իրենց կողքը կանգնած ընկերուհին կամ ընկերը մեկ հատ ձեռքը բռնե եւ ասե, որ ինչու ասանք բան կլես, քեզ չի վայելել, այդ մեկ խոսքը կբավե, որ ասեք, գիտես ինչ, շնորհակալություն, ճիշտ ես ասում, ետ կա։ Ու դուք այդպես կառուցեք մի երիտասարդական միություն կամ համայնք, որտեղ որ չափանիշը կլա Աստուծո երկյուղ ունենալ։ Գիտեք, ես էլ երբեմն ուզում եմ վատ բաներ անել, որ ասենք, չգիտեմ ինչ ասեմ, բայց երբ որ դու Աստուծո երկյուղ ունիս, անիկա սուրբ բան է, վախը չէ։ Աստուծո երկյուղ ունենալը իմաստության սկիզբն է, կսե Աստվածաշունչը, սուրբ բան է անիկա, Սաղմոսի մեջ ակսե, որ Տիրոջ երկյուղը սուրբ է, բայց երբ որ դու երկյուղն ունես, դու ասում ես, նո, ես էսի չեմ անի, ես ես բանը չեմ անի, որովհետև ես ասոր համար օրմը հաշվետվություն պիտի տամ Աստուծո առաջ, հա, այնպես որ ցավալի է, բայց դուք իսկականից եմ ասում, ես հավատում եմ աղոթքի զորությանը, Տեր Հիսուս Քրիստոսը կսե աղոթեցեք այսպես, աղոթեցեք, դուք աղոթեք եւ Աստված ձեր առաջ կբերի այդ շրջապատը, հիմա նայեք